Դա ինչ բժշկության մասին մեր գիտելիքները եւս ամրապնդեցինք, անցնում ենք առաջ եւ կտրուկ անցում ենք կատարում հաջորդ իրադարձությանն, որը արվեստի եւ մշակույթի հետ կապ չունի, բայց ձևավորում է նոր մշակույթ մեզանում եւ այսպիսով Հայաստանում կայանալիք Մանթաշյանց Global Business Forum 2025-ն է մեկնարկում, որի շրջանակներում կանցկացվի բացառիկ գործարարի հետ հանդիպում Ալեքսանդր Վիսոցկու մասնակցությամբ եւ ֆորումի մասին եւ գործարարի հետ հանդիպման մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Այո, ես էլ շտապ եմ արդեն ներկայացնել մեր հյուրերին, որոնք տաղավարում են Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր եւ նախագահ Վահրամ Միրաքյան, բարի լույս։ Բարի ձեզ։ Եվ գործարար միջազգային Business Booster հարթակի համահիմնադիր Ալեքսանդր Վիսոցկի, բարի լույս։ Здравствуйте. Բարև։ Պարոն Միրաքյան, արդեն 4-րդ տարին է անցկացվում Մանթաշյանց Global Business Forum-ը, ինչպես կբնութագրեք դրա զարգացումը եւ այս տարվա առանձնահատկությունները նախորդ տարիների համեմատ։ Գնալով աշխարհագրությունն ավելի մեծանում, երկրների քանակը, որ մասնակցում են, ու այդ ընթացքում մենք էլ ենք մեծանում որպես ակումբ։ Անցյալ տարի, որ արեցինք, չեմ հիշում, 14 թե 15 մասնաճյուղ ունեինք, հիմա արդեն 20 մասնաճյուղ ունենք աշխարհով մեկ, Մանթաշյանցը, ու հետեւաբար այդ բոլոր մասնաճյուղերից անդամներ են գալիս։ Բացի դրանից գալիս են մարդիկ, ովքեր որ այլ երկրներից են, բայց մենք մասնաճյուղ չունենք, բայց իրենք գալիս են, օրինակ Ֆինլանդիայից ունենք գործարար, Էստոնիայից ունենք, Լիտվայից ունենք եւ այլն, որտեղից որ դեռ մասնաճյուղ չունենք, բայց ապագայում պլանավորում ենք, այսինքն աշխարհագրությունը մեծացել, մոտ 20 երկիր է սպայդրությամբ ունենք եւ մասնակիցների քանակն է մեծացել, այս տարի մոտավորապես այդ 7 օրերի ընթացքում մոտ 1000 գործարարի հետ գործարար գալու է որևէ կերպ մեր միջոցառումներին, ամենամեծը դե վաղվա կոնֆերանսն է լինելու, բայց գլոբալ անընդհատ պարբերաբար մի քանի 100 գործարարներ լինելու են ու 4 քաղաքներում ենք միջոցառումներն անելու՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում եւ Ծաղկաձորում 5 քաղաքներում։ Մոտ 20 երկրից եւ ավելի քան 27 քաղաքից են հյուրեր ներկա լինելու այս միջոցառմանը, ինչ հնարավորություններ է սա ստեղծում Հայաստանի համար եւ ինչ մարտահրավերներ կան։ Անցյալ տարի մոտ 20 միլիոն դոլարի գործարք կնքվեց ու ներդրում եկավ Հայաստան։ Մեր դրսի ակումբականներ ներդրում արեցին Հայաստան այս օրերի գործարքների արդյունքում։ Այս տարի ուսամ ավելի մեծ կլինի այդ թիվը, հնարավորություն է ստեղծում հայ գործարարներին կապվել ամբողջ աշխարհից մեկ եկած գործարարների հետ ու կապեր հաստատել, համագործակցել, արտանել ինչ-որ ապրանք ներկրել եւ այլն, այսինքն աշխարհագրությունը մեծանում է, համագործակցության հնարավորությունները մեծանում են։ Խոսենք նաև մեր հյուրի հետ, պարոն Վիսոցկի, առաջին անգամ եք Հայաստանում, ինչպիսի տպավորություն ունեք նախ մեր երկրի մասին եւ հետո բիզնես միջավայրի։ Вы знаете, действительно первый раз. Իրոք առաջի անգամ եմ Հայաստանում։ И то, что я вижу прекрасную страну. Очень развитую. Զարգացած։ Իհարկե, շատ տեղերում չեմ եղել միայն մայրաքաղաքում, բայց ինձ շատ դուր է գալիս ժամանակակից բիզնես մշակույթը, պրոֆեսիոնալ, մարդիկ բարեհամբույր, ուտելիքը համով, բիզնեսը բարձր մակարդակի, զարգացած լավ տպավորություններ ունեմ այսպիսով։ Ձեր մոտեցումը բիզնեսին հազարավոր ընկերությունների է օգնել, բայց հետաքրքիր է իմանալ, թե առհասարակ որոնք են այն մարտահրավերները, որոնք բիզնեսները մասշտաբավորման այս ճանապարհին բախվում են։ Самый главный вызов. Ամենամեծ մարտահրավերը նրանում է, որ երբ մենք բիզնեսով ենք զբաղվում, մենք մտածում ենք ինչպես լավ ծառայություններ մատուցել, ինչպես վաճառել, փոխաշխատել, ինչպես անցնել այդ կետը, որտեղ որ մենք արդեն կորուս չենք կրում, ոչ ոք չի մտածում այդ ժամանակ, թե ինչպես եմ ես դա կառավարելու։ По этой причине мы попадаем в сложности. Դժվար իրավիճակների մեջ, որտեղ հուզական տեսակետից, երբ դուք կյանքում բախվում եք այնի հետ, ինչ-որ մի բան հետ, որը դուք չեք ակնկալում եք դժվարություններ, դա մարդկանց հուզում է, մարդը փորձում են հեռանալ այդ դրանից եւ մեծ տոկոս փոքր սկսնակ, բայց հաջողակ բիզնեսների առաջ չեն շարժվում, այլ միտեղ փոքր մակարդակում այնտեղ լռվում են։ Եվ խոսենք հենց հիմնական սխալների մասին, որոնք որ թույլ չեն տալիս, որ այդ ձեռքով կառավարվող բիզնեսը զարգանա եւ դառնա ավելի մեծ մի բան։
Основные ошибки простые. То есть предприниматель начинает делать компанию. Сначала он нанимает каких-то, возможно, друзей, возможно, родственников, возможно, людей, которых видит неподалеку. Если ему повезло, потому что это очень маленькая выборка, предположим, что ему повезло, потому что в основном мы видим тех, кому повезло. Если ему повезло, то он с этими людьми начинает работать. Для того, чтобы ими управлять, он использует здравый смысл, он использует свою страсть к делу, которым он занимается, но потом ему надо нанимать других людей, и он не умеет это делать. То есть первая сложность – это то, что ты просто не имеешь ни знаний, ни навыка, а как нанимать этих людей, а как им дать инструкции, а как ими потом управлять. И не важно, каким бизнесом ты занимаешься, проблемы вот они всегда такие. Պարոն Միրաքյան, նաև այսպես միանգամից սկսեցինք լսել էքսպերտին, հիմա ձեր տեսանկյունից ուզում ենք իմանալ, թե ինչքանով է կարևոր պարոն Վիսոցկու մասնակցությունը ֆորումին եւ ինչ արժեքներ են փոխանցում մասնակիցներին։ Տեսեք, կրթական հանդիպումները մեր Մանթաշյանցի ոնց որ կարևոր կողմերից մեկն է, անցյալ տարի մենք մոտ 1000 միջոցառում ենք արել աշխարհով մեկ, մեր 20 մասնաճյուղերում, որից մոտավորապես 350-ը կրթական է եղել։ Ու այս պարագայում Ալեքսանդրի նման միջազգային ու հայտնի մասնագետների մասնակցությունը շատ ենք մենք կարևորում ու հենց պատահական չի, որ գլխավոր ամենամեծ միջոցառումը հենց իր մասնակցությամբ այդ սեմինարն է վաղը երեկո որ տեղի ունենալու, որին մոտ 1000 մարդ է մասնակցելու։ Մենակ վաղվա այդ միջոցառմանը, այս պայծությամբ 1100 է գրանցվել, բայց տեղերը 1000 են, չգիտեմ ոնց են կանելու։ Հիմա այդ առումով որպես կրթական միջոցառում շատ են կարևոր, որովհետև բիզնեսի աճելու համար մի քանի կարևոր բաներ կան, եւ այդտեղից երևի թե ամենակարևորը կրթությունն է։ Այսինքն եթե բիզնես ուզում է աճել, պետք է գործարարի գլխում ինչ-որ բան փոխվի։ Իսկ գլխում ինչ-որ բան փոխվում է կոնտենտի բովանդակության միջոցով ու հենց այդ տեսանկյունից մեր համար շատ կարևոր ու կենտրոնական գլխավոր միջոցառումներից մեկն է վաղվա հանդիպումը երեկոյան։ Բացի հիմնական ֆորումից նաև պլանավորած են այս ծրագրի շրջանակներում բիզնես տուրեր եւ այլ հանդիպումներ, ինչպիսի ազդեցություն կունենան սրանք ըստ մեր բիզնես ոլորտի զարգացման եւ առհասարակ կապերի ստեղծման վրա։ Եվ որոնք է հիմնական մեսիջը։ Տեսեք, մենք transaction cost գործակների ժամանակն են կարճացնում բավական, այսինքն գործարարները երբ որ գործակների ժամանակից կախված կարևոր է տնտեսությունը ոնց կաճի, ոնց կգնա։ Մի օրինակ բերեմ, օրինակ Չեխիայում մեկ մասնաճյուղ ունենք Պրագայում, Պրագայից գործարարներ կան, գալու են, գնան Կապան։ Գնան Կապան, երկու ժամանակ անցկացնեն, այնտեղի գործարարները հանդիպեն, բիզնես տուրի մասնակցեն, Տաթև եւ այլն ու հետ վերադառնան Երևան։ Հասկանաք, ուրիշ առիթ, որ Չեխիայից գործարարը, որ 30 տարի այնտեղ ապրում, անշարժ գույքում բավական մեծ է, Պրագայի ամենահայտնի անշարժ գույքի գործակալությունից մեկի հիմնադիրն է։ Օրինակ գալու է գնա Կապան, ուրիշ հնարավորություն Կապանի գործարարներին իրար հետ հանդիպել չի լինելու։ Ու այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, որ կարող եմ ասել, որ մեծ հնարավորություններ է ստեղծում։ Աշխարհայացի փոփոխության հնարավորություն է ստեղծում, ավելի գլոբալ մտածելու հնարավորություն է ստեղծում։ Մեր հիմնական խնդիրներից մեկն է հայ գործարարին օգնել, որ մեկ ձեռքի հպումով կամ մեկ զանգի հնարավորությամբ ամբողջ աշխարհում կարողանա իրեն հետաքրքրող խնդիրները լուծել, իրեն հետաքրքրող հարցերը լուծել։ Ու հենց նմանատիպ միջոցառումը ոնց որ օֆլայն հնարավորություն է տալիս շփվել, ձևավորել, կապեր ստեղծել, ապագայում այդ գաղափարին ծանոթանալու։ Մենք օնլայն, օֆլայն բազմաթիվ բիզնես տուրեր միջոցառումներ ենք անում, այս մեկը ամենամեծն է տարվա ընթացքում ու միավորում ամենաշատ թվով մարդկանց։ Մենք վստահ ենք, որ մեծ ազդեցություն կունենա բիզնեսը եւ Հայաստանի միջավայրի բիզնես միջավայրի ձևավորման ու զարգացման եւ միջազգային կապերի ձևավորման գործում եւ վերջում քանի որ հանդիպումներ կունենաք իհարկե գործարարների հետ իհարկե այցելուներ կլինեն ֆորումի շրջանակներում, բայց այն մարդիկ ովքեր որ չեն հասցնի ոչ այն կերպ լսել ձեր խորհուրդները, այս պահին հնարավորություն ունեք փոքրիկ այսպես խորհուրդներ տալ հայ գործարարներին, որոնք ցանկանում են մասշտաբային դարձնել իրենց բիզնեսը։ Да, конечно, с удовольствием. Смотрите, я знаю, что я работаю просто с бизнесменами 16 лет. И у меня есть филиал в Тайване, на китайском языке. Мы предоставляем в 80 странах мира, от Тайваня до Соединенных Штатов, помощь бизнесменам.
օգնում ենք бизнесмены это очень уверенные в себе люди. Շատ ինքնավստահ մարդիկ են, ինչը շատ լավ է։ Եթե դու ինքնավստահ ես, բիզնեսը չի ստացվի։ Պետք է ինքնավստահ լինես։ Բայց այդ վստահությունը մեդալի հակառակ կողմ է, ինքը ստեղծում է նույնպես խնդիրներ։ Потому что бизнесмены հակառակ բիզնեսմենները հետևյալ պարադիգմայով են շարժվում, որտեղ ասում են, որ կարևորը փորձն է, փորձ պետք է փոխանակել, փորձի հիման վրա, բայց փորձը ունի մի խնդրեմ, որտեղ հաճախակի փորձը լինելու է բացասական, երբեմն լավ կամ վատ արդյունք ենք ստանում, ինչքան ավելի շատ ես բիզնեսում աշխատում, ավելի շատ է կուտակում լավ եւ բացասական փորձ։ Բացասական փորձը հետեւյալ խնդրեմա ունի, եթե մենք չենք հասկանում, թե ինչու է առաջացել այդ բացասական փորձը, այդ բացասական փորձը մեզ կանգնեցնում է, վախ է ստեղծում, նախապաշարմունքներ է ստեղծում, օրինակ, նման մարդկանց երբեք չվարձես, երբեք գործ չունենաս այս ռեկլամի կամ մեթոդի հետ։ Շատ կարևոր պահ է, որ զարգացման մեջ շատ կարևոր է փորձը, բայց միշտ պետք է գիտելիքներ ստանալ, որոնք կօգնեն հասկանալ այդ փորձը եւ հասկանալ թե ինչու եւ ինչ անգամ այդ բացասական փորձը դարձնել արդեն գիտելիք, որը փորձի հիման վրա է, դա շատ կարևոր է հասկանալ, եթե բիզնեսում անընդհատ չեք ստանում ինչ-որ բիզնես կրթություն փորձի հետ միասին, разбалансирует, у тебя будут проблемы. Это, наверное, первый момент. Второй момент, очень важный. Нужно понимать, что если ты хочешь много денег, это прекрасно, если ты занимаешься бизнесом, хочешь много денег. Ты хочешь много сотрудников, ты хочешь много влияния, много клиентов, то тебе надо пройти через определенную трансформацию, միջոցով, քայլերի միջոցով, երբ դուք սկսում եք դեր բիզնես գաղափարը փորձարկում ես, մի ինստրումենտ ես օգտագործում, 20 հոգի ունես, պետք է օգտագործես այլ գործիքներ, այլ կերպ պետք է աշխատես, երբ դու ունես 100, 200 հոգի, արդեն այլ գործիքներ են քեզ պետք, եթե այլ կերպ ասած չես կարող շատ մեծ արդյունքի հասնել, դարձնես միջազգային առաջնորդ կամ ազգային, եթե դու պատրաստ չես այդ ուղու վրա շատ անգամ փոխել քո մտածելակերպը, քո մոտեցումները, գործիքները, քո բիզնես միջավայրը, այստեղ կա մի մեծ դժվարություն, դա ցավոտ է, մենք կոմֆորտ է պետք, մենք մարդ ենք վերջը, մենք ինչ-որ մակարդակի հասանք, դա դժվար էր, ցավոտ էր, բայց մենք կոմֆորտ ենք զգում այստեղ, ինչ անգամ եթե դու աշխատում ես 8-ից մինչև 6 օր շաբաթ, դու սովորում ես կոմֆորտ ստեղծում, ցանկացած նոր մակարդակը դու պետք է ասես ես հիմար եմ, ես ինչ-որ բան չեմ հասկանում, ես պետք է հասկանամ։ Եվ հրաժարվել կոմֆորտ միջավայրից։ Շնորհակալ ենք ձեզ, այս եւ այլ խորհուրդները կարող եք արդեն լսել ֆորումին մասնակցելու շնորհիվ։ Վստահ ենք, որ այն շատ հաջող կլինի եւ մասնակիցների համար եւ բիզնես ոլորտի զարգացման համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Իսկ այժմ շարունակում ենք եթերը եւ շարունակում ենք լավ երաժշտությամբ։ Լսենք ու վերադառնանք։